Երկրորդ, որ Մարիամն ասաց հետևյալն է. թող քո ասացի համաձայն լինի ինձ, այսինքն խոսքի համաձայն։ Ես կուզենամ, որ իմ կյանքը Աստծո խոսքի համաձայն լինի։ Աստծո խոսքի համեմատ լինի, քույրեր, եղբայրներ, եւ ոչինչ խոսքից դուրս չլինի իմ կյանքի մեջ։ Թե գրավոր եւ թե Աստծո բանավոր խոսքի համաձայն, ինչ որ նա ինձ կասի։ Այս արտահայտությունը ինչ է ենթադրում։ Ենթադրում է, որ իմ կյանքի վերահսկողությունը ես թողնում եմ Աստծուն։ Մարիամն ինչ ասաց, թող։ Նա թողեց, ղեկը տվեց Աստծուն, հնազանդվեց եւ հանձնվեց։ Երկրորդ հրաժարվում է նշանակում է հրաժարվել մեր ծրագրերից։ Այսինքն հարսանիքը հետաձգվում է կամ չեղարկվում է։ Հետագայում ընտանիք դարձան իհարկե, բայց Մարիամի պատկերացումներով չեղավ, այլ Աստծո պատկերացումներով։ Այս վերջերս, երբ որ հայ հրեական այդ հարսանիքին էինք եւ միջև այդ զրուցում էի նոր պսակվող զույգի հետ, պատրաստում էի իրանց եւ ասում եմ երեխեք մի լարվեք, մեկ ամեն ինչ ձեր ուզածով չի լինելու։ Նոյմեն ասում եմ փոխանք մեզ քաջալերի ասի ձեր ուզածից է լավ կլինի, ասում չէ մի բաներ կարող է լինի, որ այն չլինի, մի քիչ ուշանան, հետո այս բանը մոռանան, այն բանը այն չստացվի, բայց ամեն բան լավ կլինի։ Մենք միշտ ուզում ենք, որ լավ լինի, մեր ուզածով լինի, ծաղիկները ստեղ կդնեք, փուչիկները ընդեղից կկախեք, մատանին որ բերեք, անպայման սենց կմոտեցնեք, հետո նենց կանեք, մեր կյանքը ծեսի ենք վերածել, ձևի եւ ոչ թե բովանդակության։ Բայց դա նշանակում էր Մարիամի համար հրաժարվել նաև ծրագրերից իր եւ ընդունել Աստծո ծրագիրը։ Հավատում եք, որ Աստված մեզ համար ծրագիր ունի։ Դա նշանակում էր նաև վստահել այնտեղ, որտեղ ոչինչ չի հասկացվում։ Մենք միշտ ուզում ենք վստահել այն բաներում ըստ մեր հասկացողության։ Եվ ասում ենք, այ նոր հիմա հասկացա, կանենք այդ գործը։ Բայց բաներ կա, որ չենք հասկանում։ Գուսը ոնց պիտի եղի անա առանց տղամարդու։ Այդ գործը, որ ասում ես ոնց պիտի լինի, Տեր, ես դա չեմ հասկանում, ինձ վրա այս մարգարեությունն եղավ, ինչի պիտի լինի դա, ոնց պիտի լինի դա չեմ հասկանում, բայց հավատում եմ քեզ, Տեր։ Ամեն բան չի, որ պետք է հասկանանք, բայց ամեն բանում պետք է հավատանք, որ հավատարիմ է կանչողը մեզ։ Ամեն բանում պետք է վստահենք մեր Տիրոջը, հանձնվենք նրա բարի կամքին։ Եվ Մարիամի համար սա նաև գիտեք ինչ է նշանակում, քայլել այն ճանապարհով, որը դեռ չկար։ Չկար այդ ճանապարհը, բայց նա պիտի վստահեր ու քայլեր։ Երբ որ Աստված Աբրահամին կանչեց դեպի օտար երկիր, մի անձնավորություն էր ասում էր Աբրահամը չգիտեր ուր է ինքը գնում, բայց ինքը գիտեր ով է իրեն ով է իրեն առաջնորդում։ Մարիամը դեռ աղջնակ էր, իր երազանքների մեջ, բայց Աստված իր տեսիլքը տվեց եւ նրա ապագան լրիվ փոխվեց։ Աստված եկավ եւ ասաց Մարիամ, ես քեզ համար ուրիշ ծրագիր ունեմ։ Աստված քեզ համար ուրիշ ծրագիր ունի։ Եվ այդ պահին որոշվում էր ոչ միայն ընդամենը մեկ աղջնակի ճակատագիր, այդ պահին որոշվում էր ամբողջ մարդկության փրկության հարցը։ Մեկ աղջկա համաձայնությամբ մի ամբողջ մարդկության փրկության հարց պիտի լուծվեր։ Երբեմն քո մեկ համաձայնությունը դա միայն քեզ համար չի։ Դա կարող է քո հարազատների փրկության առիթը պատճառը հանդիսանալ, շատ շատերի փրկության պատճառ հանդիսանալ։ Երբ որ Տերը այդ մեկ գիշերվա ընթացքում Երևանի սրտում մեզ արթնացրեց գիշերը եւ ասեց հավաքեք ձեր ապրանքները գնացեք Աբովյանում ապրելու, բայց այստեղ ոչ ոք աղոհացով չդիմավորեց։ Մենք տուն չունեինք այստեղ, բացի մեր հարազատներից մայրական կողմից, այլ հատուկ մարդ չունենք, մխիթար եւ մի քանի հոգիներ, բայց Աստված ծրագիր ուներ։ Երբ որ դու հնազանդվում ես Աստծուն, դու չես էլ կարող երևակայել ինչ է նա պատրաստել քեզ համար։ Դրա համար ասենք Տիրոջը այո եւ ամեն Տեր, ես համաձայն եմ, ես հաշտ եմ, ես կռիվ չունեմ քեզ հետ Տեր։
Այդ պահին որոշվեց ոչ միայն նրա ճակատագիր, այլ ամբողջ մարդկության փրկությունը։ Եվ Մարիամը չփախավ հարցերից, բայց վստահեց Աստծուն։ Դու կարող ես Աստծուն հարցեր տալ։ Հոբն էլ Աստծուն հարցեր տվեց։ Բայց երբ որ Աստված կանգնեց Հոբի առաջ եւ ասեց՝ «Դե հիմա գոտիդ կապի ու արի ստեղ Հոբ տղա»։ Եվ երբ որ Հոբը կանգնեց, ասեց՝ «Էլ հարց չունեմ ես»։ Երբեք չեմ մոռանա Ղուկաս եղբոր վկայությունը, որ ասաց, երբ որ ասում իմ կինը մահացավ եւ միլիոնավոր հավատացյալներ էին աղոթում իմ կնոջ համար։ Ամբողջ աշխարհում եկեղեցիներում էին աղոթում, որ բժշկվեր քաղցկեղից, բոլորս հույս ունեինք, բայց մահացավ։ Եվ ինքը ծանր շրջանով անցավ, քանի 4 անգամ վիրահատվեց աղիքները, դեպրեսիա, մեկուսացում, համր վիճակ, ես յան տեսել եմ այդ վիճակում, երբ որ նայում ես, այսպես ես անում, աչքերը չի շարժվում, կարող է երևակայել Ղուկաս եղբայր այդ վիճակում լիներ, բայց հետո երբ որ Տերն իրան այցելեց ու ասում մարդիկ ինձ ասում էին Ղուկաս եղբայր, երբ որ մի օր գնաս կանգնես Հիսուսի առաջ, նա քո բոլոր հարցերին կպատասխանի։ Եվ ես ասում էի, ես Հիսուսի հետ ոչ մի հարց չունեմ, ես Հիսուսի հետ հաշտ եմ։ Քույրեր եղբայրներ, գուցե ցավերով անցնենք, բայց մեր հարցի մեջ, հարցեր էլ կարող ես տալ, բայց հարցիդ մեջ հպարտություն եւ մեղադրանք եւ ապստամբություն չպետք է լինի։ Դու կարող ես հարցեր տալ ճշգրտող, բայց Աստված պարտավոր չէ ամեն հարցերին պատասխանել, մինչև որ կգա մի օր, երբ որ ամեն բան պարզ կլինի։ Մարիամը չփախավ այդ հարցերից։ Մարիամը հարցնում էր հասկանալու համար, ոչ թե հակաճառելու համար։ Ոմանք հարցնում են հակաճառելու համար, իրենց պատճառաբանությունները բերելու համար։ Աստված փնտրում է ոչ թե մեծ մարդկանց, այս պատմությունից սա ենք հասկանում, այլ հասանելի մարդկանց։ Շատ անգամ մենք մտածում ենք, եթե ուրեմն այդ գործը պիտի արվի, ուրեմն ընտրենք, չգիտեմ, մի հատ հայտնի ընտանիքից, ապահովված ընտանիքից, որ մեր հարսը լավ ընտանիքից դուրս գա, ոչ մի բանի կարիք չունենա, որ մեր երեխեն, որ պիտի ծնվի այդ ընտանիքում ապահովված լինի։ Բայց Աստված ընտրեց մի հատ աննշան գյուղաքաղաքի համեստ մի աղջնակի ամենափառահեղ գործը անելու համար։ Հետևաբար Աստված փնտրում է ոչ թե մեծ մարդկանց, այլ հասանելի մարդկանց։ Կան այստեղ ովքեր հասանելի են, իսկ մեկ այդ պատգամը բաժանորդը հասանելի է կամ անհասանելի է։ Ինչպիսի բաժանորդ ես դու Աստծո համար։ Եթե հարցնենք այն ժամանակի մարդկանց եւ ասենք ովքեր կարող են լինել Մեսիայի թեկնածուն, Մեսիայի մոր թեկնածուն, Մարիամը հաստատ այդ ցուցակում չլինի ըստ մարդկային չափանիշների։